Եթերում պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության զինուժ հեռուստաձեռագրի կիրակնօրյա թողարկումն է։ Բարև ձեզ։ Հուլիսի 6-ին ազգային հերոս Ջիվան Աբրահամյանը կբոլորեր ծննդյան 50-ամյակը։ Այդ օրը նվիրյալ հերոսին իրենց հարգանքի տուրքը մատուցելու համար Եռաբլուր Պանթեոն էին այցելել նրա մտերիմները, հարազատներն ու մարտական ընկերները։ Ջիվան Աբրահամյանը հատուկ գնդի առաջին վաշտի հրամանատարն էր, ռազմական գործիչ, ազգի հերոս, ով զոհվեց 1991 թվականին Շահումյանի շրջանի Վերիշեն ավանի պաշտպանության ժամանակ։ Նրա աճյունն ամփոփված է Եռաբլուր Պանթեոնում։ Հուլիսի 6-ին էլ ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ նրա մտերիմները, բարեկամները, մարտական ընկերներն ու պաշտպանության նախարարության ներկայացուցիչները այցելել էին հերոսի շիրիմին հարգանքի տուրք մատուցելու նրա անմար հիշատակին։ 1990 թվականից ծառայել եմ Ջիվան Աբրահամյանի հետ, մինչև հատուկ գունդ ընդունվել եղել եմ Ջիվանի ջոկատում։ Ջիվանը ինքը շատ ազնիվ հայրենասեր անձնավորություն էր, սիրում էր ընկերներին։ Ջիվանի հետ երբ որ մտնում էր մարտի, շատ վստահ էր եւ հաստատ համոզված էր, որ հաղթելու է։ Ջիվանի եղբոր որդին էլ նրա անունն է կրում՝ Ջիվան Աբրահամյան։ Թեև կրտսեր Ջիվանը չի ճանաչել իր հորեղբորը, բայց նրա մասին հերոսական պատմություններով է դաստիարակվել ու հասակ առել։ Ու այսօր էլ նա այդ հերոսական անցյալի գրողն է, հերոսական պատմության շարունակողը։ Զորամասային առօրյա։ Այս խորագիրն է կրում էր հաջորդ տեսանյութը, որը պատմում է ազգային բանակի զորամասերից մեկում ընթացող երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքների մասին։ Ներկայացնում է Նաիրա Համբարձումյանը։ Ինչպես ազգային բանակի մյուս ստորաբաժանումներում, այնպես էլ երկրորդ բանակային զորամիավորման զորամասերից մեկում նորակոչիկները ներգրավված են երիտասարդ մարտիկի պատրաստության պարապմունքներում եւ դասընթացներում։ Զինծառայողները ժամանելով զորամաս, մենք առաջներ ձեռնամուխ ենք լինում նրանց ծրագրով համապատասխան նորակոչիկի պատրաստության ծրագրի անց են կազմում դասընթացներ, կոփելով իրենց ֆիզիկական, մարտական պատրաստության բոլոր առարկաները, այնինչ անհրաժեշտ է զինվորին առաջին հերթին մարդ վարելու համար, զինվորի գործողությունները մարտի դաշտում։ Անցնելով համապատասխան դասընթացները 6 ամիս անց հանձնում են քննություն, ստանալով դրական բարձր գնահատականներ, հետագա ծառայությունը շարունակում են սահմանային գումարտակ պահող ստորաբաժանումներում։ 2011 թվականի գարնանային զորակոչի շրջանակում հայոց զինուժի շարքերը համալրած երիտասարդները վարժվում են զինվորական կանոնակարգված առօրյային, յուրացնում են շարային քայլի նրբությունները։ Անշուշտ կարևոր է նաև ըստ կանոնադրական պահանջների հոգ տանել զինվորականին բնորոշ վայելուչ արտաքինի եւ կեցվածքի մասին։ Ինչ խոսք, եւս մի քանի ամիս եւ նրանք արդեն լիովին պատրաստ կլինեն ամենայն պատասխանատվությամբ ստանձնելու հայրենի երկրի սահմանների պաշտպանությունը։ Բանակ եկել եմ ինստիտուտ ավարտելուց հետո, սովորել եմ Երևան Թատրոնի պետական ինստիտուտ, կինոռեժիսոր բաժնում։ Երբ որ արդեն 5-րդ կուրսի դիպլոմային աշխատանքներին էի պատրաստվում, ահու սարսափ կար, չէ՞ որ դրանից հետո ավարտելով ինստիտուտ պետքա գնամ բանակ, արդեն 15 օր է ինչ ստեղ եմ։ Ուրախ եմ, որ եկել եմ, ուրախ եմ, որ շատ ուրախ եմ, որ տանը սպասող զինվորի մայր ունեմ, քույր, եղբայր, սիրած աղջիկ եւ այլն եւ այլն։ Բանակը տղամարդու կյանքում ամենակարևոր բաներից մեկն է, որ ամեն մեկը պետք է գա ծառայի իր պարտքը կատարի ոչ միայն իր հայրենիքի, այլ իր ծնողների, իր ընտանիքի համար։ Ծնողներիս հետ տարիներ ապրել եմ Միացյալ Նահանգներում, Գլենդել քաղաքում, ունեմ իմ ընտանիքը, մեկ որդի։ Ժամանակը եկավ բանակը տարիքս ծառայության, որոշեցի գամ Հայաստան ընտանիքով, ծառայությունս կատարեմ, հայրենիքիս պարտքը կատարեմ եւ կյանքը շարունակեմ Հայաստանում։ Զինվորական գործի այբուբենին նոր ծանոթացող նորակոչիկներից հայրենիքի լիարժեք պաշտպաններ կերտելու գործընթացում աներկբա է հրամկազմի դերակատարությունը։ Բացի մասնագիտական առանձնահատկությունները ուսանելուց, սպաները նորընծած զինծառայողներին պետք է աջակցեն նաև հոգեբանական պատրաստության առումով։ Նախ եւ առաջ զինվորի մեջ մենք սերմանում ենք հայրենասիրություն եւ ես որպես հանձնագազմի գծող տեղակալ եւ հայոց բանակի սպա միշտ ձգտում եմ զինվորին դարձնել հայ ազգի պիտանի մարդ, որովհետև միայն զինվորը բանակում չի, որ հայրենիքի պաշտպանը հանդիսանում, այլ մեր գործի հիմնական բնույթը կայանում է նրանում, որպեսզի զինվորին կարողանանք հայրենասիրությունը սերմանել եւ պատրաստել հայ ազգի իսկական զավակ, որպեսզի հետագայում նա կարողանա իր պարտքը նույնպես ներդնի հայրենիքի պաշտպանության գործում։ Ի վերջո այստեղ բանակում հայրենիքի սահմանների պաշտպանության գործընթացում է ձևավորվում անհատն ու երկրի լիարժեք քաղաքացին։ Ազգային բանակում նոր է ավարտվել 2011 թվականի գարնանային զորակոչը, սակայն արդեն զինված ուժերի տարբեր զորամասերում անցկացվում են հայրենիքի նորօրյա պաշտպանների նորակոչիկների երթման արարողություններ։ Դրանցից մեկի ներկա էր նաև մեր նկարահանող խումբը։
Հուլիսի 2-ին զինված ուժերի զորամասերից մեկում հանդիսավոր տրամադրություն էր տիրում։ Գարնանային զորակոչի շրջանակում ազգային բանակի շարքերը համալրած նորակոչիկները պետք է երթվեին անձնվիրաբար ծառայել հայրենիքին։ Երթում, որն այս երիտասարդների համար իրենց կյանքի թերևս կարևորագույն ուխտն է հայրենիքի հանդեպ, որը կնքվում է մեկ անգամ, սակայն ուղեկցում է ինչպես նրանց ծառայության տարիներին, այնպես էլ դրանից հետո։ Եվ ահա հանդիսավոր կերպով շարահրապարակ է բերվում զորամասի մարտական դրոշը, ամեն ինչ պատրաստ է երթման արարողության համար։ Շարքային Արթուր Ազատյանը ավարտելով Երևանի պետական համալսարանը զորակոչվել է ազգային բանակ եւ այժմ հպարտ է, որ համարվում է հայոց հաղթանակած բանակի զինվորը։ Իսկ զինվորական ծառայությունը նրա համար, բացի սահմանադրական պարտք լինելուց, նաև սուրբ պարտք է հայրենիքի հանդեպ։ Պարտք իրեն ծնած ու սնած ժողովրդի, մայր երկրի հանդեպ։ Եվ ինչպես վստահեցնում է Արթուրը, ինքը պատվով կկատարի իր ստանձնած առաքելությունը։ Յուրաքանչյուր տղա, յուրաքանչյուր մարդ պիտի ծառայի իր հայրենիքին, իր ընտանիքին, յուրաքանչյուր զավակ պարտավոր է կանգնել իր ընտանիքի, իր հայրենիքի կողքին։ Այսպիսով ավարտվեց զինվորական երթման եւս մեկ արարողություն։ Ստորաբաժանումները հանդիսավոր երթով կրկին անցան շարահրապարակով։ Առջևում զինվորական ծառայության դժվարին, բայց եւ պատվաբեր 2 տարիներն են։ Մենք էլ հայրենիքի նորորյա պաշտպաններին շնորհավորելով զինվորական երթումն ընդունելու կապակցությամբ մաղթում ենք նրանց բարի եւ արգասաբեր ծառայություն։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդը շարունակում է կյանքի կոչել գիտության եւ պատմության էջեր խորագրով ծրագիրը։ Ծրագիր, որի նպատակը հայ զինվորին մեր պատմության եւ մշակույթի հիշարժան դրվագներին հաղորդակից դարձնելն է։ Բանակ հասարակություն։ Վերջին տարիների մեծ ուշադրության արժանացող համագործակցության այս ոլորտը մեծ թափ ձեռք բերեց պաշտպանության նախարարին կից ստեղծված հասարակական խորհրդի շնորհիվ։ Գիտության, մշակույթի եւ հասարակության տարբեր ճյուղեր ներկայացնող հասարակական խորհրդի անդամները մեծ ուշադրություն են դարձնում զինվորների ոչ միայն բարոյահոգեբանական ոգուն, այլև կենցաղային պայմաններին։ Արդեն երկրորդ տարին է, ինչ հասարակական խորհուրդը այցելություններ եւ դասախոսություններ է կազմակերպում պաշտպանության բանակում։ Տարի մի քանի անգամ տեղի ունեցող այցելությունները ըստ խորհրդի նախագահ Գեգամ Հարությունյանի մեծ արդյունքներ են տվել։ Ինչպես ամեն տարի, այս տարի էլ մինչ զորամասեր այցելությունը խորհրդի անդամներին նախ հյուրընկալեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարար, պաշտպանության բանակի հրամանատար գեներալ լեյտենանտ Մովսես Հակոբյանը, ով համառոտ ներկայացրեց բանակում տիրող իրավիճակը, ինչից հետո պատասխանեց հյուրերին հետաքրքրող հարցերին։ Հանդիպումից հետո հյուրերը ուղևորվեցին զորամասեր։ Պատմության եւ մշակույթի էջեր ծրագրի շրջանակներում Արցախ այցելած հյուրերի խոսքով ծրագրի նպատակը հայ զինվորին մեր պատմությանը եւ մշակույթին հաղորդակից դարձնելն է, ինչն էլ նրանց կարծիքով ստացվում է։ Հետաքրքրական է, որ զինծառայողները ոչ միայն լսում են, այլև տալիս են հարցեր։ Շատ անգամ այդ հարցերը լինում են մասնագիտական, ինչը ըստ դասախոսների հայ զինվորի բարձր ինտելեկտի արդյունքն է։ Մեր օրյա առաջընթացը, մեր անկախությունը, մեր բանակի կայացումը շատ մոտ զուգահեռներ ունի հենց Տիգրանի ժամանակաշրջանին։ Ես նույնիսկ զինվորականներին առաջարկում եմ, որ այսպես հայոց պատմությունը չհիշել միայն նրա տխուր, այսպես դատի սպասվող արդարության սպասումների դրվագներով, այլ ընդհակառակը առաջին հերթին հերոսական դրվագումներով, որի ամենամեծ վկայություններից մեկը այսօր Արցախի Տիգրանակերտն է։ Դասախոսների կարծիքով բացի մեր փառահեղ անցյալից, զինվորներին շատ է հետաքրքրում նաև ներկան եւ ապագան։ Թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը մեծ հետ զրույցում պատմեց, որ իր դասախոսությունների ժամանակ զինվորների մոտ մեծ հետաքրքրություն է նկատում, ինչը ըստ նրա դասախոսության թեմայի արդյունքն է։ Հայ զինվորը պետք է իմանա ինչն է ինքը պաշտպանում, ինչու է պաշտպանում, պետք է իմանա եւ պատմությունը հայրենիքի եւ մշակույթը, որովհետեւ այն ինչ ինքը կատարում է, այսինքն հայրենիքի պաշտպանության գործը ավելի այսպես շոշափելի իր համար, ավելի նշանակալի է դառնում, ավելի գիտակցված է դառնում եւ դա է պատճառը, որ ողջունում եմ այս ծրագիրը։ Սա այս տարվա ընթացքում պաշտպանության նախարարության կից հասարակական խորհրդի արդեն երկրորդ այցելությունն էր։ Ի տարբերություն մյուս այցելությունների, այս անգամ այն չսահմանափակվեց միայն դասախոսություններով։ Հասարակական խորհրդի նախագահ Գեգամ Հարությունյանը պատմեց, որ մշակվել է նոր ծրագիր, որի շրջանակներում խորհրդի անդամները իրականացնելու են նաև հասարակական վերահսկողություն։ Տարբեր զորամասերում տեղի ունեցող ստուգումների ժամանակ խորհրդի անդամները հիմնականում ուշադրություն են դարձնում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակին եւ սոցիալ-կենցաղային պայմաններին։ Նոր գործառույթը, որը իրականացնելու է հասարակական խորհուրդը, ըստ խորհրդի նախագահի կարևոր դեր կխաղա բանակի կայացման գործում։ Մեր հաջորդ տեսանյութը նույնպես պաշտպանության բանակից է։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության զինված ուժերի երկրորդ պաշտպանական շրջանի անձնակազմն օրերս նշեց կազմավորման հերթական տարեդարձը։
Այդ արդիվ կայացած տոնական միջոցառման մանրամասները Արցախի մեր գործընկերների ներկայացմամբ։ Պաշտպանել իրեն հատկացված սահմանահատվածը եւ պահել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը։ Արդեն 19 տարի է, ինչ այս խնդիրն է դրված գնդապետ Արտակ Բուդաղյանի հրամանատարությամբ գործող Զորամասի առջև։ Սկզբնական շրջանում չունենալով միասնական հրամանատարություն, շրջանում պաշտպանողական գործողությունների համաձայնեցման հետ կապված խնդիրներ են առաջանում, ինչն էլ ապացուցում է, որ հաջողության հասնելու միակ ուղին շրջանի պաշտպանական ջոկատների միասնական գործողությունները կարող են լինել։ Պաշտպանական շրջան կազմավորելը բարդ խնդիր էր, եւ սա գիտակցում էր նաեւ բանակի հրամանատարությունը։ Երկարատև քննարկումներից հետո որոշվեց, որ շրջանի կազմավորումը եւ դրա հրամանատարությունը պետք է ստանձնի Սփյուռքի զավակ Մոնթե Մելքոնյանը։ Գալով պաշտպանական շրջան Մոնթեն կարճ ժամանակահատվածում կարողացավ ոչ միայն կազմավորել Զորամասը, այլև ձեռք բերել տեղի ժողովրդի սերը եւ հարգանքը։ Լեգենդար Ավոյի հրամանատարությամբ արդեն կազմավորված Զորամասի զինծառայողները կարճ ժամանակահատվածում ոչ միայն կանգնեցրին թշնամու առաջ խաղացումը, այլև ազատագրեցին գերության մեջ գտնվող շատ հայկական բնակավայրեր։ Ցավոք ռազմագործողություններից մեկի ժամանակ զոհվեց նաև լեգենդար հրամանատարը։ Զոհվեց, բայց անմահացավ մարդկանց սրտերում։ Այսպիսին էր պաշտպանական շրջանի կազմավորումը։ Ունենալով լեգենդար հրամանատարներ, այն այժմ էլ շարունակում է մնալ լավագույն պաշտպանական շրջաններից մեկը։ Օրերս պաշտպանական շրջանում օրը տոնական էր։ Զորամասի շարահրապարակում էին նախկին եւ ներկայիս զինծառայողները։ Միջոցառումը բացվեց օրհներգով, ինչից հետո հնչեցվեցին բանակի եւ միավորման հրամանատարների շնորհավորանքները։ Տոնական միջոցառման ավարտին տեղի ունեցավ պարգևատրման արարողություն, ինչից հետո անձնակազմը հանդիսավոր երթով դուրս եկավ շարահրապարակից։ Եթե կազմավորման ժամանակաշրջանում Զորամասի խնդիրները տեխնիկական եւ մասնագիտական բնույթի էին, ապա հիմա ամեն ինչ փոխվել է։ Այստեղ մշտապես կատարվում են շինարարական աշխատանքներ, ինչն էլ ավելի հարմար է դարձնում ծառայությունը Զորամասում։ Աշխատանքներ են կատարվում նաև Զորամասից դուրս։ Այստեղ մեծամասամբ լուծված է սպայական բնակարանների խնդիրը եւ այժմ սպայական ավանում ընթացքի մեջ է սպաների երեխաների համար նախատեսված դպրոցի կառուցումը, ինչն էլ գալիս է ապացուցելու, որ այժմ պաշտպանական շրջանը ամեն ինչով ապահովված է։ Այստեղ մեծ ուշադրություն է դարձվում երիտասարդ սպաներին։ Արդեն 1 տարի Զորամասում ծառայող լեյտենանտ Արայիկ Սաֆյանը պատմեց, որ կենցաղային խնդիրների մասին անգամ խոսք չի կարող լինել։ Խոսելով Զորամասի ծառայությունից, Արայիկը ասաց, որ երբ իմացավ ծառայության վայրը, մեծ հպարտությամբ լցվեց, քանի որ լավ ծանոթ էր Զորամասի պատմությանը։ Ամփոփելով այցը Զորամաս, կարող ենք վստահորեն ասել, որ պաշտպանական շրջանի զինանձնակազմը հավատարիմ է իր նախորդների հերոսական ավանդույթներին եւ որ այսօր էլ շարունակում է պատվով կատարել սահմանապահ Զորամասի սրբազան առաքելությունը։ Պատիվն եմ ներկայանալու միջոցառումների շարքն արդեն ավանդույթ է դարձել ազգային բանակում։ Այս միջոցառումների շրջանակում զինված ուժերի ստորաբաժանումներում բարձրաստիճան զինվորականներն անձնակազմի առջև ներկայացնում են իրենց զինվորական կենսագրությունը։ Հուլիսի 3-ին էլ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում կայացած հերթական միջոցառման ընթացքում ներկայանալու պատիվը վերապահված էր ինստիտուտի պետի առաջին տեղակալ գնդապետ Պողոս Աբրահամյանին։ Գնդապետ Պողոս Աբրահամյանը զինված ուժերի կազմավորման սկզբից մինչ օրս գտնվում է զինվորական ծառայության մեջ։ 1992 թվականի հոկտեմբերին զինվորագրվելով հայոց նորաստեղծ բանակին նոր կազմավորված հակատանկային հրետանային գնդի կազմում նա մասնակցել է Լաչինի, Իջևանի, Տավուշի գյուղերի պաշտպանական գործողություններին, ինչպես նաև Հորադիզի, Քարվաճառի ազատագրական մարտերին։ Այնուհետև Պողոս Աբրահամյանը նշանակվել է գնդի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ, իսկ հետո նաև հրամանատար։ Պատերազմի ավարտից հետո նա իր ռազմական գիտելիքները խորացնելու նպատակով ռազմական կրթություն է ստացել Հունաստանի ցամաքային զորքերի բարձրագույն ակադեմիայում, որն ավարտել է 2004 թվականին։ Շուրջ 3 տարի է, ինչ գնդապետ Աբրահամյանը նշանակվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետի տեղակալ, որտեղ էլ նա ազգային բանակի ապագա սպաներին է փոխանցում իր զինվորական հարուստ փորձն ու գիտելիքները։ Եվ ահա ռազմական ինստիտուտում կայացած պատիվ ունեմ ներկայանալու միջոցառման ընթացքում ներկայանալու պատիվը վերապահված էր գնդապետ Պողոս Աբրահամյանին, ով ինստիտուտի հրամանատարության, կուրսանտների եւ նրանց ծնողների առջև ներկայացրեց իր կենսագրությունը եւ մարտական ուղին։ Միջոցառումն ավարտվեց հարց ու պատասխանով, որի ժամանակ թե կուրսանտները եւ թե ինստիտուտի հրամանատարական կազմի ներկայացուցիչներն իրենց հետաքրքրող հարցերը հղեցին Պողոս Աբրահամյանին։ Նշենք նաև, որ ազգային բանակում նմանօրինակ միջոցառումները շարունակական բնույթ են կրում։ Հոգով ուժեղը, այսպես կարելի է վերնագրել ներկայացվող տեսանյութը, որը պատմում է Արցախյան պատերազմի վետերան Գյումրեցի Դավիթ Չեռնամորյանի մասին։ Մարտական հարուստ ուղի անցած հաշմանդամ վետերանը բնականաբար այսօր խորհում է միմիայն խաղաղության մասին։
Պատերազմ մեկնող յուրաքանչյուր զինվոր առաջնահերթ մի խնդիր ունի՝ նախ հաղթահարել սեփական վախը։ Ազատամարտի առաջին իսկ օրերին սպարապետն էր ասում. «Էլի թշնամին նույնն է, մենք էլ ենք նույնը»։ Խոսքերը պարզ էին ու դիպուկ։ Թշնամին նույն թուրքն էր, մենք էլ մեր ազատության համար մարտնչող նույն հայը։ Սա շատերը գիտակցեցին ու նրանց հետ նաև գյումրեցի Դավիթ Չեռնամորյանը։ Ավանդապահ գյումրեցու ընտանիքում ծնված Դավիթը մինչ պատերազմը սովորական կյանքով էր ապրում։ Դպրոց, խորհրդային բանակ, արտադրություն ու բուհ։ Շարժման առաջին իսկ օրերից նա համոզված էր, որ ազերին իր գրավածը հեշտ ու հանգիստ ետ տվողը չէ։ Գուցե արյան կանչով նա մտածում էր կռիվ է լինելու։ Ու պատահական չէր, որ ազատամարտի սկզբնական փուլում ավելի շատ զբաղված էր զենք զինամթերքի հայտայթումով ու մարտնչող տղաներին մատակարարելով։ Սա էլ քիչ համարելով 1993 թվականի հունվարի 2-ին Դավիթ Չեռնամորյանը կամավոր համալրեց Գյումրիի կամավորականների 4-րդ գումարտակը Միքայել Տիտանյանի հրամանատարության ներքո։ Նա շտաբի պետի տեղակալն էր։ Խաղաղ ու միմիայն ստեղծագործ աշխատանքի սովոր հայորդիները ստիպված էին դիմակայելու մահ ու ավեր տարածելու գործում վարժվածներին։ Դա մի ժամանակահատված էր, երբ գրավված էր Արցախի մեծ մասը, շրջապատված էր Ստեփանակերտն ու իրական վտանգ էր սպառնում Հայաստանի Հանրապետության գոյությանը։ Այս իրավիճակում Դավիթ Չեռնամորյանը լավ է հիշում իր առաջին մարտը։ Տագնապ։ Բնականից տագնապ սաղս պետք է լինենք ու դիմավորենք պետք է։ Ես իմ ուրեմն ավտոմատս վերցրեց ու Պերիոդ, կենացի ուրեմն պատկերացա, հետո ստացա, որ թուրքներն դեղը դիրկավորված, ես հետապնդեմ, բռնեմ, ուրեմն ստացա, որ կրագի տակ մնաց, մերոնք կրագը բացին, ասպես լանջեր, թեք լանջեր, ես արդեն վարն էի, թուրքեն կողմից, մերոնք ես կողմից, թուրքեն կողմից, բնականը վերջը, որ անցել էի, նոր սկսի ճվալը, հարուտ, պուլիմյոտը դատարեսրա կամ անցնիմ, նոր շարունակ էլի, նոր հարուտը, պուլիմյոտի հարուտը, բաներս, լսեց էլի ծենս, ու դես հելա վերև անցա։ Ուղղակի ես գիտեի, թե հետևիցս նորից տեղեքն է կան, էլի, հետապնդեք, հասնենք իրանց հերին անիզանք։ Օրերի հետ նա կորցրեց մարտերի հաշիվը։ Դրա ժամանակը չէր, հարկավոր էր դեռևս խաղաղ օրերին ստացած տեսական գիտելիքները գործնականում ամրապնդել ու ընկերներին փոխանցել։ Հենց այստեղ էր, որ ընկերներին սկսեց սովորեցնել նախ եւ առաջ պայքարել վախի դեմ։ Մարտական ուղին սկսվեց ու ձգվեց Ֆիզուլի եւ Հորադիս, մասնակցեց Սարսանգի ջրամբարի թվով 8 գյուղերի, Հադրութի շրջանի ազատագրական մարտերին։ Ավագ լեյտենանտ Չեռնամորյանն իր անձնական քաջությամբ ու արիությամբ օրինակ դարձավ ընկերների համար։ Իսկ ճակատագիրը մի տհաճ անակնկալ էր պատրաստել Դավթի համար։ Դա Հակոբ Կամարի գյուղի մոտ էր 1994 թվականին։ Գյուլեն մեկը քտիստագից անցավ, մեկն այդ խոդը առա էլի։ Երկրորդը արդեն աղջվածի թռել եմ ուղդարապես ես բարձության, ես չինեմ իշկան եմ թռը, հայրինյան արան հետևիցս կուկար, կսեց կան օտը էլա, բայց գիտակցունս չեմ կործը, հնգա, ես չիդեի տնձետ ինչ կկադարվի։ Թշնամու գնդակը մխրշվել էր նրա ողնաշարի ու կենտրոնական նյարդային հյուսվածքի մեջ։ Հետո եկան ֆիզիկական ու հոգեբանական վերականգնման ժամանակները, եթե երկրորդը հաջողվեց, ապա առաջինի դեպքում ճակատագիրն այնքան էլ բարեհաճ չգտնվեց։ Նա դարձավ առաջին կարգի հաշմանդամ, պատերազմն այստեղ նրա համար ավարտվեց։ Մտավորականը վերստին ձեռքն առավ մատիտն ու գրիչը, սկսեց մատիտանկարներ անել, թեման հիմնականում մայրական ու կանացի գեղեցկությունն է։ Հետո սկսեց բանաստեղծություններ գրել, ներշնչանքի աղբյուրը հնադարյան Արցախն է ու հենց կյանքն ինքը։ Հրանոթները վաղուց են լռել, բայց եթե թշնամին վերստին պատերազմի ուղին բռնի, Դավիթը համոզված է, հայը կպաշտպանի իր հողն հայրենի։ Էլ է մեր տղեկը կայնազեն, էլ է մեր ժողովուրդը կայնիկը։ Սկանը չեմ եք ասկազը, որ մերոնք հանգարց ինչ-որ ճիշտ է, ես ընչի կսեմ փող զիջում եղնի երկու կողմից, մենակ պատրավ չեղնի, օրնձի պես կամ նոր զոհեր չեղնի, չնայած իրանք կրգնապատիկը կունենան, բայց հեչ կապ չունի, թեկուզ մի հոգի մի հայ, մատնոր փուշ մտնի, ես օրնակ վատ կպ։ Այսօրվա զինվորին ազգոնության է կոչում, որպեսզի հակառակորդի ցանկացած ոտնձգություն արժանի հակահարվածը ստանա։ Զինվորի ծառայողական առօրյան հագեցած է տեսական դասընթացներով ու գործնական պարապմունքներով, ֆիզիկական ու այլ բնույթի մարզումներով։ Ինչ խոսք։ Այդ ամենն ուղղված է զինվորի մարտունակության բարձրացմանը։ Սակայն զինվորի առօրյան ամբողջական չէր լինի, եթե ուշադրությունից դուրս մնային նրա ազատ ժամանցի ու ինտելեկտուալ զարգացմանը միտված միջոցառումներ, որոնցից է նաև ուրախների եւ հնարամիտների ակումբների համաբանակային մրցաշարը։
Զինվորական ծառայություն ասվածը միայն լարված պարապմունքներն ու տագնապները չեն։ Այստեղ արվեստի բնագավառում ունեցած ընտունակությունները չեն վրիպում հրամանատարության աչքից։ Անձնական տվյալները լրացնելու ընթացքում հաշվի առնվում նաև մշակույթի նկատմամբ քաղաքացիական կյանքում ունեցած վերաբերմունքը։ Մենք միշտ հնարավորություն ենք տալիս, որպեսզի իրանք քաղաքացիական մասնագիտությունով զորամասում զբաղվեն։ Թե ինքնապատասխանատվության ժամերին, թե իրենց հանգստի ժամերին իրանց հնարավորություն անձեռնում, որպեսզի իրանք զբաղվեն իրենց մասնագիտություններով։ Նկարչական ձիրք ունեցող զինվորներն իրենց հմտություններն են դրսևորում զորամասի տարածքի նկարչական ձևավորման, պաստառների, կարգախոսների, զանազան գրույթների պատրաստման ընթացքում։ Քիչ չեն բնապատկերների ու դիմանկարների մասնագետները։ Տղաներից ոմանք էլ նախընտրում են երգն ու պարը, ընդտուպ մինչև արհեստավարժության մակարդակի։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հումորը բնորոշ է հայ ազգին, զինվորական ծառայության ընթացքում հումորասեր երիտասարդներն ընդգրկվում են ուրախների եւ հնարամիտների ակումբներում։ Իհարկե այսօր եւ ընդհանրապես բանակին անհրաժեշտ է նմանատիպ միջոցառումներ կազմակերպել, որպեսզի զինվորը կարողանա որոշ չափով ինտեգրված մնալ հասարակությանը, որոշ չափով կարողանա լցնել իր առօրյան եւ կարողանա նաեւ դրա հետ միասին եւ ինտելեկտը պահել բարձր մակարդակի վրա եւ կարողանա ճաշակ զարգացնել։ Անշուշտ նմանատիպ միջոցառումներն անհրաժեշտ են նախ եւ առաջ միմյանց հետ շփումների առումով։ Միտեղ են հավաքվում ինքնազարգացման տարբեր մակարդակների տեր մարդիկ ու մրցում։ Մրցույթների կարևորությունը մատնանշում են նաեւ մասնակիցները։ Զինվորի առօրյայի համար սա իրոք շատ մեծ դեր է խաղում։ Մարդիկ ցրվում են, ուրախանում են, ինչու ոչ նաև կիսվում են իրենց ստացած գիտելիքներով, մարդկաթատերական ավարտ է, բանասիրական եւ այդ ամենը իրար հետ շատ լավ ատմոսֆերա է ստեղծում։ Առանց հումորի երևի հնարավոր չէ ծառայությունը անցկացնել։ Հումորը անցկացնում է ծառայությունը, դժվարությունները թեթևացնում է։ Հումորը պարտադիր երևույթ է կատարում մարդու կյանքում, էլի, նաև ծառայության մեջ։ Մենք սկսենք նորից աշխատել մեր հումորների, մեր դերասանական ոճերի մեջ, որովհետև ոչ մեկս այստեղ դերասաններ չենք, բայց սկսենք աշխատել մեր դերասանական ոճերի մեջ ու մեր տեղեկից մեքանիստներ կուզեն հետագայում իրանց կյանքը դերասանական ոլորտում ծավալել։ Իսկական հումորի հասնելու համար տղաները ջանք ու եռանդ չեն խնայի, չէ որ նրանք նպատակադրվել են մրցանակային տեղեր գրավել համաբանակային այս միջոցառմանը։ Իսկ եթե չգրավեն, հոգ չէ։ Կարևորը շփումներն են ու նոր ծանոթությունները, ինչը հնարավորություն կտա նոր ընկերներ ձեռք բերել։ Շարունակում ենք թողարկումը։ Հուլիսի 2-ին Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը եւ Հայաստանի ռազմական թեքվանդոյի ֆեդերացիան համատեղ կազմակերպել էին ֆեդերացիայի եւ Վահան Տերյանի անվան համար 601 դպրոցի շուրջ 100 երեխաների այցը հայ-թուրքական սահման, այնտեղից դիտելով հայոց հինավուրց մայրաքաղաք Անիի ավերակները։ Մեր հինավուրց մայրաքաղաքի ավերակներն այսօր էլ դեռ հիացնում են այս պատանիներին, ու չնայած սահմանից հեռադիտակներով են միայն կարողանում պարզորոշ տեսնել դրանք, բայց ժառանգաբար փոխանցված գիտակցությունն է արթնանում եւ հասունանում նրանց մեջ։ Արդար չէ հայրենի հողը, պատմական հայրենիքը փշալարերից այն կողմ տեսնելը։ Հերվից դիտորդի կարգավիճակում գտնվող այս հայրենիներից յուրաքանչյուրը գուցե իր հոգում իր ուխտը կանի, օրերից մի օր մեր պապերի ավետյաց երկրում տանտիրոջ կարգավիճակով հայտնվելու համար։ Ռազմահայրասիրական ոգին երեխաների մեջ ամրապնդվում է այսպիսի միջոցառումներով, ինչի համար խորին շնորհակալություն եմ հայտնում Պաշտպանության նախարար, ֆեդերացիայի լավագույն բարեկամ եւ աջակից Սերան Օհանյանին։ Միջոցառման շրջանակներում երեխաներն այցելեցին Գյումրիում տեղակայված Զորամաս, որտեղ ռազմական թեքվանդոյի ցուցադրական խմբի երեխաներն իրենց ինքնատիպ ու բազմաբովանդակ ելույթներով ոգեշնչեցին զինծառայողներին, ցույց տալով, որ հայրենիքի ապագա պաշտպանները ինքնապաշտպանության հմտություններին արդեն տիրապետում են։ Միջոցառման վերջում ֆեդերացիայի նախագահ Վրեժ Խաչիկյանը Զորամասի հրամանատար Սեթրակ Սեթրակյանի նվերներ հանձնեց ֆեդերացիայի կողմից։ Այնուհետև ֆեդերացիայի անդամները եղան 1877-1878 թվականներին ռուս-թուրքական պատերազմում զոհված մարտիկների հիշատակին կառուցված հուշահամալիրում, հարգանքի տուրք մատուցելով նահատակ զինվորների հիշատակին։ Պարոնայք սպաներ, այս խորագիրն է կրում մեր հաջորդ տեսանյութը։ Տեսանյութ, որի հերոսն ազգային բանակի երիտասարդ սպա ռազմական օդաչու Էդմոն Սուքիասյանն է։ Զինուժի ընտրյալ զորատեսակը ավիացիան շարունակում է գրավել երիտասարդների ուշադրությունն ու ոմանց համար վերածվում կյանքի նպատակի։ Խնդիրն այն է, որ այդ նպատակը միշտ իրականություն չի դառնում։ Այս հարցում եզրագծին նախ եւ առաջ ամենահամարներն են հասնում։ Հայրս մեր Շիրակոտ անավակայանի քաղաքացիական ավիացիայի ինժեներ է, հիմնականում
կապ ուներ ինքնաթիռների հետ, դա ասենք այդ գրքերը բաները որ բերում էր, միշտ նայում էի, ուսումնասիրում էի ու բնակվում են նաև օդանավական տարածքում, միշտ հետևել եմ մեր ռազմական ավիացիայի ուսումնամարզական թռիչքներին ու այդտեղից արդեն ձգում է սերը դեպի ռազմական ավիացիան։ Մանկական երազանքներում ծնունդ առած ու ամրապնդված միտքը գյումրեցի Էդմոն Սուկյասյանն իր անձնական համառության եւ հետևողականության արդյունքում վերածեց իրականության։ Ավարտելով տեղի թիվ 44 միջնակարգ դպրոցը 2004 թվականից նա դարձավ Հայաստանի Հանրապետության Արմենակ Խամփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի սան։ Որքան էլ ձգտել վերջնականապես իրականություն դարձնել իր պատկերացումները, այնուամենայնիվ ստիպված էր համբերությամբ զինվել ու նախ տեսական գիտելիքներ ստանալ։ Հետո եկավ առաջին ինքնուրույն թռիչքի օրը։ Առաջ թռիչքս հիշում եմ 2006 թվականին երկրորդ կուրսում էի, թռիչքային պրակտիկայում ենք Արզնի օդանավակայանում 2006 թվականին Յակ-52 ինքնաթիռով առաջ անգամ բարձրացա օդ։ Զգացողությունը ինքնաթիռը երբ որ գետնից կտրվեց, արդեն մի քիչ նենց ոնց որ չէ պատկերացնում էլի, որ գետնին կտրվեց, ասենք երազանքս կայացավ, ասենք կողերս էի նայում ինքնաթիռի մեջ, այդ իր ամեն մի բանին, թե ոնց ալնում, ինչ ալնում, տենց։ Ավարտեց ուսումն ու ծառայության անցավ։ Տարբեր նշանակության ինքնաթիռներով օդ բարձրանալը դարձավ սովորական երևույթ, բայց յուրաքանչյուր թռիչքից առաջ կենտրոնանալն ու միայն մասնագիտական կատարելագործմանն ուղղված ձգտումը բնավորության վերածվեց։ Միշտ մտածում եմ, որ ինձ սպասողներ ունեմ, ավելի ռեալ մոտենամ թռիչքներից, ավելի լուրջ մոտենամ թռիչքներից, լավ աշխատեմ իմ վրա, բայց ասեմ, որ նստում եմ արդեն ինքնաթիռ ամեն ինչի մասին, ինձ ստիպում եմ, որ մոռանամ, թե ընտանիքի հետ կապված, թե ընկերների հետ, հիմնականում կենտրոնանում եմ թռիչքի վրա, թե ինչ վարժություն է ինձ սպասվում, հիմնականում աշխատում եմ վարժություն նորմալ կատարեմ, որպեսզի նորմալ կարողանամ կպնեմ գետին։ Որքան էլ ձգտես ինքնուրույնություն դրսևորել ու հասնել նորանոր հաջողությունների, այնուամենայնիվ փորձառու ընկերների խորհուրդը կզգացվի։ Օդաչու Էդմոն Սուկյասյանը պատվախնդրությամբ է մոտենում այս հանգամանքին ու հաճախակի շփվում ավակ եւ բանիմաց ծառայակից ընկերների հետ։ Չնայած ծառայողական կարճ ժամանակահատվածին, այնուամենայնիվ ավակ լեյտենանտ Էդմոն Սուկյասյանը տեսական գիտելիքների ու գործնական աշխատանքի ընթացքում ձեռք բերած փորձի որոշակի պաշար ունի, ինչը սիրով փոխանցում է ապագա օդաչուներին։ Դե հիմնականում իրանք զբաղվում են իրենց հրահանգիչների հետ, բայց եթե ինչ-որ անհասկանալի հարցեր կա, իմ կարողությունների չափով փորձում եմ օգնել իրանց բացատրել ամեն մի նյուանսը թռիչքի հետ կապված։ Հայ օդաչուները այդ մեր ազգի համար պարծան կա, որ այս լեռնային պայմաններում իրանք ամեն ինչ անում են, կատարելագործում են ու ամեն ազգն էլ ասում է, որ հայ օդաչուները ուժեղ են։ Նա պատրաստ է իր փորձը ներդնել ոչ միայն երիտասարդ օդաչուների ուսուցման գործի մեջ, այլև Աստված մի արասցե մարտական գործողությունների վերսկսման պարագայում, հանուն հայրենիքի ազատության, հանուն իր ընտանիքի պաշտպանության։ Իդեպ ընտանիքի մասին, ասենք, որ Էդմոն Սուկյասյանն իր ապագա կնոջ Նարինեի հետ ծանոթացել էր դեռևս ուսանողական տարիներին։ Էդմոնն իր կնոջ նախկին սաներից մեկն է հանդիսանում։ Տարիներ անց էլ Նարինեն Էդմոնին նախ այս տեսանկյունից է բնութագրում։ Այն ժամանակ էլ հիմա էլ գծված անհատականություն էլի, ասենք, առանձնանում էր այդ կուրսանտների մեջ, ամբողջ կուրսանտների մեջ ինքը իր վաշտում կամ իր դասակում միշտ դասակով երբ որ գնար, ինքը ոնց որ առանձնանար։ Այն ժամանակվանից շատ չի փոխվել, ոնց այն ժամանակ էր, շատ հոգատար, ամեն ինչում հատկապես երեխի հանդեպ շատ ուշադիր, պատասխանատու ամենակարևորը։ Կարելի է հասկանալ այն մտահոգությունը, որը պարուրում է կնոջն իր ամուսնու թռիչքների օրերին։ Երկամյա Ռոմայի հետ նա ուշով հետևում է ինքնաթիռի շարժումներին։ Իրենց թռիչքների ժամանակ բարեբախտաբար մեր տնից երևում է, երեխայի հետ մեկ միշտ հետևում ենք, օրական քանի թռիչք ունենա, այդտեղ երեխան է գիտի, նայում է երկինք ու պապան։ Մի անթակույց զգացումով է համակվում կնոջ հոգին ամուսնու մասին խոսելիս։ Սա վախը չէ, ոչ էլ մտահոգությունը, այլ այն, ինչով Էդմոնը տարբերվում է մյուսներից իր բնավորությամբ։ Հպարտանում եմ, ասենք դուրսը ներկայացնում եմ, ասում եմ ամուսինս օդաչուի է, հպարտություն էլի որպես, որ այն առումով, որ վտանգավոր մասնագիտություն է եւ ոչ բոլորն են, որ ռիսկի կդիմեն։ Կարճ ասած, սա այն մասնագիտությունն է, որին տիրապետողը հաստատ պետք կգա իր հայրենիքին, իսկ վերջինս էլ կհպարտանա իր արժանավոր զավակով։ Եվ վերջում մեկ հայտարարություն։ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունը հայտարարում է ռազմահայրենասիրական եւ բանակային թեմաներով երգերի մրցույթ, նվիրված Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կազմավորման 20-ամյակին։
Մրցույթին մասնակցել ցանկացողները մինչև սույն թվականի օգոստոսի 20-ը կարող են ձայնագրությունների խտասկավառակները ներկայացնել Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն, քաղաք Երևան, Բագրևանդի 5։ Այսօրվա համար այսքանը։ Մնացեք խաղաղությամբ և մինչ նոր հանդիպում։